Ինչպես մյուս բարեգործական միջոցառումներին, այս անգամ եւս մասնակցում էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք. Էրիկը Դավոն, Դերհովան, Հրաչուհի Ութմազյանը, Արփինե Գաբրիելյանը, ռեժիսոր Արթուր Մանուկյանը եւ այլոք։ Նրանք մի քանի ժամով փոխել էին իրենց մասնագիտությունը դառնալով շինարար։ Չնայած նկատելիորեն ծանր ֆիզիկական աշխատանքին գրեթե չխոստովանեցին դժվարությունների մասին։ Հույս ունեմ, որ այս գործի ընթացքում, մեր աշխատանքի վերջնական, տարբերակը կլինի շատ լավը եւ մենք օգնած կլինենք եւս մի ընտանիքի։ Շատ լավ եմ զգում, որ այս գործի մեջ, այս ամեն ինչի մեջ ես էլ իմ լուման պետքա ունենամ ու չգիտեմ, հետաքրքիր է շատ։ Իհարկե ATV-ն մշտապես նման բարեգործական ակցիաների կողքին է եւ այս անգամ եւս բացառություն չէ։ Ճիշտ է, այստեղ նաև մեր ընկերներն են մեր շոու բիզնեսից, բայց հիմնական կազմը, եթե տեսնում եք, ATV-ն է։ Պետք է ասեմ, որ ողջունում եմ նման ակցիաները ու առհասարակ բարեգործական ակցիաները, ինչպես Հրաչուհի Ութմազյանը արդեն նշեց, միշտ ողջունում է ATV-ն նման բարեգործական ակցիաները ու միշտ պատրաստ է մասնակցության։ Նման բարեգործական միջոցառման երբևէ չեմ մասնակցել, բայց շատ հաճելի է, շատ լավ եմ զգում, որովհետև մարդիկ հեռավոր երկրներից հասնում են, մեզ օգնում են, իսկ մենք այստեղ գտնվելով շատ անգամ մոռանում ենք միմյանց մասին։ Դրա համար ինձ տվյալ պահին շատ հաճելի է, որ ինչ-որ բանով համել կարամ օգտակար լինեմ մեր հայ ընտանիքներին։ Կան նման ընտանիքներ, ովքեր մեր կարիքը ունեն, որ մենք էլ կարող ենք ինչ-որ ձևով օգտակար լինենք նրանց Մեր երկրի զարգացման մեջ օգնում ենք եւ շատ ուրախ եմ, որ մենք ծանոթացանք դրսի հայերից, որ եկել են ու օգնում են։ Միացյալ Նահանգներից ժամանած կամավորները հայեր էին, բայց ցավոք չէին տիրապետում հայերեն լեզվին։ Նրանք շատ ոգևորված էին, որ իրենց փոքրիկ լուման էին ներդնում այս բարի գործին։ Մեկ ընտանիքին հատկացվող օգնության չափը կիսակառույց շենքի ավարտման համար կազմում է 3 միլիոն դրամ, իսկ վերանորոգումը 1 միլիոն դրամ։ Նախագծի շնորհիվ արդեն 113 ընտանիք ապրում էին իրենց սեփական տանիքի տակ։ Արչևում դեռ կա 14 անավարտ տուն։ Այդ օրվա շինարարական համատեղ աշխատանքն ասնում էր կազմակերպված եւ միևնույն ժամանակ շատ անմիջական ու մտերմիկ մթնոլորտում։ Ամերիկայից ժամանած հայերին շատ էին դուր եկել հայ երիտասարդների մասնակցությունը, որոնք թարմ ուժեր են եւ նոր լիցքեր էին հաղորդում աշխատանքին։ Դե իսկ վերջում ողջ կազմով լուսանկարվեցին անմոռանալի դարձնելով այդ օրվա տպավորություններն ու իրենց առաքելությունը։